Արագազոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը կալանավորվեց 2 ամսով։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ դատարանի որոշմամբ սահմանափակվել են նաև նրա հետ տեսակցությունները։ Բացառություն է միայն մայրը։ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի պաշտպանները կարծում են, որ որոշումն անհիմն է և պատրաստվում են բողոքարկել այն։ Կալանքի միջնորդությունը քննած դատավոր Կարեն Ֆարխոյանը սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանի և 17 համակիրների գործով նախագահող դատավորն է։ Գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 30 օրով նման որոշում կայացրեց հակակոռուպցիոն դատարանը Վահե Դոլմազյանի նախագահությամբ։ Քննիչը կալանքը երկարաձգելու միջնորդությունը ներկայացրել էր ավելի վաղ հոկտեմբերի 11-ին։ Դատարանն այսօր արձանագրեց, որ մեղադրանքի թե երկրորդ, թե երրորդ դրվագը նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։ Իսկ ինչ վերաբերում է կոչերին, պատկերացումը կարծես այնպիսին է, որ այս մեկ ամիսը երկարաձգվում է այն տրամաբանությամբ, որ կամ ավարտեք այս գործը, ուղարկեք դատարան, կամ ընդհանրապես ավարտեք։ Դատարանի բակում հավաքվածներին ասել է Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պատերազմի քարտուղարի քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Կոլբիի հետ։ Հայտնում են ՊՆ-ից։ Նրանք քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցության ներկա ընթացքին և երկարաժամկետ ինստիտուցիոնալ ծրագրերի նախաձեռմանն առնչվող հարցեր։ Պապիկյանն ու Կոլբին վերահաստատել են պաշտպանության ոլորտում գործընկերությունը խորացնելու պատրաստակամությունը։ Նշվում է, որ դրանք կարևորվել են և կարևորվել են նաև ԱՄՆ-ի դերը տարածաշրջանում կայուն և տևական անվտանգության հաստատման գործընթացում։ Զանգեզուրի միջանցքի հարցն այլևս հասցեագրված է և արդիական չէ։ Կոպենհագենի հայտարարությունից հետո ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա պնդել է, որ թեմային անդրադառնալու օբյեկտիվ հիմքեր չկան։ Այո, եղավ շատ լուրջ քննարկումներ ամենաբարձր մակարդակով և ամենահեղինակավոր միջազգային հարթակներում, և այդ քննարկման արդյունքում հարցը հասցեագրվեց Կոպենհագենում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով թողարկված հաղորդագրությանը։ Հետևաբար գոնե ինձ համար այդ հարցը չկա, դա չկա նաև տեքստային մակարդակով, քաղաքական մակարդակով ևս, նշել է Փաշինյանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցել է Պոլսու հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի, նրա հոր Հակոբյան Մաշալյանի կորստի կապակցությամբ։ Թուրքիայի նախագահը Մաշալյանին իր ցավակցությունն է փոխանցել հեռախոսազանգով։ Հակոբյան Մաշալյանը մահացել է 93 տարեկան հասակում։ Իմ կողմից հայ-առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատասխանելով հարցադրմանը, թե արդյոք հնարավոր է եկեղեցու վրա հարձակումը խաղաղության գործընթացի մաս է կազմում, քանի որ այդ գործողությունները համընկնում են Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի քննադատությունների հետ հայ-առաքելական եկեղեցու հասցեին։ Փաշինյանը պատասխան ասել է, դա անհնար է։ Վարչապետի խոսքով իր այսօրվա ճեպազրույցն էլ կարող է աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող իրադարձությունների հետ համընկնել։ Սիսիական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը Աշոտ Երկաթը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է ապօրինի կերպով հրազեն ռազմամթերք պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար։ Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության բողոքը և փոփոխել Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատանի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը վերացնելով Աշոտ Մինասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատական հիմքը։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում պաշտոնյաների անուններով կեղծ հաշիվներ բացած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից հենց և հայտնում, որ վերջին շրջանում բնակչության շրջանում տարածվել է մի երևույթ, երբ համացանցային հարթակների թիրախավորմամբ ապօրինի կերպով հնարավոր է լինում մուտք գործել քաղաքացիների համակարգչային տվյալներ, փոփոխել դրանք, ոչնչացնել, մեկուսացնել կամ համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ որևէ այլ եղանակով ներգործելու միջոցով հարձակում իրականացնել։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II այսօր հանդիպել է Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Նա իր օրհնությունն ու քաջալերանքն է բերել քահանա հայրերին, ովքեր հոկտեմբերի 15-ին բերման էին ենթարկվել իրավապահ մարմինների կողմից, ասված է հաղորդագրությունում։ Հոկտեմբերի 15-ին վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի բերման էին ենթարկել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաների և առաջնորդարանի աշխատակիցների։